սա փնթի եւ խայտառակ աշխատելաոճ է ոչ պրոֆեսիոնալ կառավարության կողմից։ Այս մասին ազգային ժողովի արտահերթ նիստում ասել է Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու ՔՊ-ականների կազմած նախագծին, որով կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ եւ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ ու դրանց հոլովաձևեր։ Նախագծի հիմնական զեկուցող ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը հայտարարել է, թե սա վրիպակի արդյունք է, մնացել է ընտրական օրենսգրքում եւ հիմա իրենք վերացնում են այդ վրիպակը։ Սա իրավունքի իրացում չէ, սա վարչական կարգով արգելք է։ Հիմնարար իրավունքները պետք է վերաբերեն օրինակ տնային կալանքում գտնվող անձի քվեարկությանը մասնակցելուն, որ կարգավորված չէ, տնային կալանքում գտնվող անձի քարոզչությանը մասնակցելը, որ կարգավորված չէ։ Ընդդիմադիրներին նաև մտահոգում է նախագծի ընդունման նման հապճեպ անհրաժեշտությունը։ Այն տպավորությունն է, որ նախորդ գիշեր նստել ինչ-որ բան եք մտածել ու այնքան կարևոր է, որ հենց հիմա պետք է անենք։ Եթե դա գալիս է, տեսնում էիք, մտավախություններ ունեիք եւ կարծում եք, որ դա կարևոր է գալիք ընտրությունների օրինականությունը, թափանցիկությունը ապահովելու համար պետք է ավելի շուտ ներկայացվեր, քննարկում լիներ, հիմնավորվեր, որ առանց այս փոփոխությունների կլիներ են հազվադեպ դեպքեր, երբ կարող աշխարհը շուռ գար եւ ապագան այլևս չգար։ Սա առաջին դեպքն է, որ ընտրություններից 2 ամիս առաջ ընտրական օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում։ Ընդդիմադիրները պնդում են, որ ՔՊ նախաձեռնությունը հակասում է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին։ Այսօր Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են գողանալ առաջիկա ընտրությունները, հայտարարել է Ուժեղ Հայաստան կուսակցությունը, անդրադառնալով այսօր ազգային ժողովում նշանակված արտահերթ նիստի օրակարգին։ Այն ներառում է 4 հարց, որոնցից ամենաուշագրավը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք, սահմանադրական օրենքի փոփոխությունների եւ լրացումների մասին նախագիծն է։ Ըստ կուսակցության հայտարարության, իշխանությունը ազգային ժողովում փորձում է ընդունել մի օրենք, որը կվերացնի Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների անցկացման հնարավորությունը։ Ըստ էության նախագիծը արգելում է կուսակցություններին կամ դաշինքներին օգտագործել անձնանուններ։ Տեղի ունեցողի դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար այս րոպեներին Ուժեղ Հայաստան կուսակցությունը հավաքվել է օրենսդիրի դիմաց։ Փաշինյանի պատճառով Ռուսաստանի հետ սանձազերծված տնտեսական պատերազմ հուլիսին, թե փոփոխություններ, որոնք մենք կբերենք Հայաստանին հունիսին, Սամվել Կարապետյանն է գրել այսօր տարածած ուղերձում։ Ազգային բարերարի կարծիքով Պուտինի հետ վերջին հանդիպման ժամանակ խայտառակ է եղել Փաշինյանը, բայց ինչն ավելի վատ է, հետևողական քայլերով մեր երկիրը դարձրել է աշխարհաքաղաքական բախման հրապարակ։ Ինչու էր պետք փորձեր անել հեռացնել բարեկամ Ռուսաստանին մեր տարածաշրջանից, նրա ներկայությունը որևիցե կերպ երբեք չի խանգարել այլ ուժային կենտրոնների հետ Հայաստանի համագործակցությանը, առևտրին ու ապագայում էլ վստահ եմ չի խանգարելու, գրել է Սամվել Կարապետյանը։ Խելք ու շնորհք է պետք ունենալ, ողջամիտ լինել ու հասկանալ, որ Ռուսաստանի հետ են մեր տնտեսական ամենախոր կապերը։ Ռուսաստանն է մեզ էժան գազ տալիս, ընդունում մեր սեզոնային աշխատողներին, գնում մեր գյուղատնտեսական ապրանքների զգալի մասը, հիշեցրել է Սամվել Կարապետյանն ու նկատել, իսկ եթե Փաշինյանի վերջին պահվածքի պատճառով դադարեցնի այդ ամենը, ինչ պատասխան եք տալու մեր ժողովրդին, որն ավելի կաղքատանա։ Բայց այսօրվա վարչապետին մեր հայրենակիցների ճակատագիրը, գրպանի ու սառնարանի պարունակությունը չի հետաքրքրում։ Կարևորը ինքը սուտ պատերազմներով վախեցնելով կարողանա մնալ իշխանության, հանուն սեփական բարեկեցության։ Իհարկե չի մնալու։ Հեռացնելու ենք փոքրիկ խմբակին ու բարեկամություն անենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ, ուժային բոլոր կենտրոնների հետ։ Տեսանք, թե ինչ պատահեց Վրաստանի եւ Ուկրաինայի հետ։ Մեզ նոր պատերազմներ պետք չեն։ Քվեարկելով Նիկոլի օգտին, դուք կստանաք աղքատություն եւ թշնամանք ռուսների հետ, վեվեռացում եւ տնտեսության փլուզում։ Վստահեք մեզ եւ կունենանք իրական փոփոխություն, ուժեղ տնտեսություն, միասնություն եւ երկարատև խաղաղություն։ Ժամանակն է ուժեղ Հայաստանի, ուղերձն ամփոփել է ազգային բարերարը։
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին գտնվում է անգիտակից վիճակում։ Նա առողջական ծանր խնդիրների պատճառով բուժում է ստանում Ղոմ քաղաքում եւ ի վիճակի չէ ղեկավարել պատերազմող երկիրը, հայտնել է Daily Mail-ը հղում անելով ամերիկյան եւ իսրայելական հետախուզական տվյալներին։ Ըստ Wall Street-ի Իրանը մտադիր չէ կատարել Դոնալդ Թրամփի պահանջը եւ չի բացի Հորմուզի նեղուցը սահմանված ժամկետում։ Ավելի վաղ Թրամփը Թեհրանին ժամանակ էր տվել մինչև ապրիլի 7-ի երեկոյան, սակայն Իսլամական Հանրապետությունը հրաժարվել է ենթարկվել այդ ճնշմանը։ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Ամի Սաիդ Իրավանին պաշտոնական նամակներ է հղել Անվտանգության խորհրդին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ Նա զգուշացրել է Սաուդյան Արաբիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին թույլ չտալ իրենց տարածքների օգտագործումը Իրանի դեմ հարձակումների համար։ Դիվանագետը շեշտել է, որ Իրանը պահպանում է ինքնապաշտպանության իրավունքը եւ վճռականորեն արձագանքի ցանկացած ագրեսիայի, որը կիրականացվի հարևան երկրների տարածքից։ Իսրայելական զինուժը ամբողջ գիշեր Իրանի ուղղությամբ օդային հարվածների ալիք է արձակել։ Թեհրանի կենտրոնում գտնվող սինագոգը հավասարեցվել է հողի նարկի հարվածից հետո։ Թիրախավորվել են նաև 3 օդանավակայաններ, որոնք ներառում են Իրանի ռազմաօդային ուժերի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային կարողություններ։ Մասնավորապես վնասվել են Թեհրանի Մեհրաբադ եւ Իսֆահանի Քաշան օդանավակայանները։ Պայթյուններ են հնչել նաև Սպահան քաղաքում։ Լիբանանում էլ իսրայելական ուժերը գրավել են հարավային որոշ շրջաններ, որպես Հեզբոլլահի հետ սրվող հակամարտության մաս։ Իրանն էլ շարունակել է հարվածել ծոցի երկրներին։ Թել Ավիվն արթնացել է նախազգուշացնող շչակների ձայներից։ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության միջոցները որսացելի է ոչնչացրել են դեպի արևելյան տարածաշրջան արձակված 7 բալիստիկ հրթիռներ։ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում արդյունաբերական օբյեկտի վրա հարձակումից հետո մեկ մարդ է վիրավորվել։ Արկի բեկորներն ընկել են նրա ուղղությամբ։ Ֆուջեյրա նավահանգստային քաղաքում իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է հեռահաղորդակցության ընկերության շենքին։ Հրթիռակոծվել է նաև Քուվեյթի հյուսիսային շրջանը, որի հետևանքով 6 մարդ է վիրավորվել։ Ամբողջ երկիրը կարող է ոչնչացվել մեկ գիշերվա ընթացքում եւ այդ գիշերը կարող է լինել վաղը։ Իրանին հերթական անգամ սպառնացել է Դոնալդ Թրամփը։ Նախորդին նա երկարաձգել էր Իսլամական Հանրապետությանը տրված վերջնաժամկետը Հորմուզի նեղուցը բացելու հարցում։ Այսօր էլ ընդգծել է, որ ժամկետը փոփոխման ենթակա չէ, քանի որ ինքն արդեն բավականաչափ երկարաձգումներ է տվել Իրանին։ Հակառակ պարագայում ըստ Թրամփի իսլամական երկրի ժողովուրդը կարող է ականատես լինել իրենց բոլոր էլեկտրակայանների եւ կամուրջների ոչնչացմանը։ Մյուս կողմից էլ Հորմուզի հարցով Իրանին փորձում է ճնշել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը։ AFP-ի տվյալներով կառույցն այսօր քվեարկելու է բանաձևի օգտին, որ Իրանից պահանջում է, որ երկիրը դադարեցնի հարձակումները առևտրային նավերի վրա եւ վերջ տա Հորմուզի նեղուցով տարանցիկ անցումը կամ նավարկության ազատությունը խոչընդոտելու ցանկացած փորձի։ Նշվում է նաեւ, որ վետոյի իրավունք ունեցող մի քանի մշտական անդամների առկայության պատճառով տեքստը մեղմացվել է եւ վերջին նախագիծը ուժի կիրառման ուղղակի թույլտվություն չի պահանջում։ Ռուսական հետախուզությունն Իրանին է տրամադրել Իսրայելի էներգետիկ ենթակառուցվածքների 55 կրիտիկական թիրախների մանրամասն ցանկը, հայտնում է The Jerusalem Post-ը, վկայակոչելով ուկրաինական հետախուզությանը մոտ կանգնած աղբյուրին։ Զեկույցը, որն ընդգրկում է Մոսկվայի եւ Թեհրանի միջև ռազմական եւ հետախուզական համագործակցության խորացումը, հուշում է, որ փոխանցված տեղեկատվությունը Իրանին հնարավորություն է տալիս ճշգրիտ հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելի էներգահամակարգին։ Ռուսական կողմի գնահատականներով Իսրայելն այս առումով շատ ավելի խոցելի է, քան եվրոպական մի շարք երկրներ։ Իսրայելի էներգահամակարգը բնութագրվում է մեկուսացման բարձր աստիճանով, քանի որ երկիրը հարևաններից էլեկտրաէներգիա չի ներկրում։ Ռուսական հետախուզությունը ըստ տեղեկությունների Իրանին հայտնել է, որ նույնիսկ մի քանի կենտրոնական բաղադրիչների վնասումը կարող է առաջացնել էներգետիկ համակարգի ամբողջական եւ տևական փլուզման, հանգեցնելով զանգվածային հոսանքազրկումների եւ տեխնիկական ձախողումների, որոնք հնարավոր չի լինի հեշտությամբ վերացնել։ Հրսո հրդեհ է բռնկվել Պանամայի ջրանցքի ամենահին Ամերիկայի կամրջի մոտ։ Դեպքի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 2 հրշեջ վիրավորվել։ Զոհված աշխատակիցը պայթյունից հետո մնացել էր 2 բեռնատարի արանքում։ Պայթյունը տեղի է ունեցել կամրջի հարևանությամբ գտնվող լոգիստիկ կենտրոնում վառելիքատար մեքենաների կայանատեղիում։ Իշխանությունը ժամանակավորապես փակել է կամուրջը դրա կառուցվածքային ամրությունը ստուգելու համար։